Կարապետյան, այսօր կառավարության ծրագիրն է քննարկում եւ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ քննադատության ծրագրեր կուղղի եւ ձեզ ասաց, որ պատերազմի կուսակցությունը դուք եք, երբ ձեր հարցի ժամանակ դուք խոսեցիք Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանցիների հեռացումը եւ երբել այդ տարածքները վերադարձնելու Հայաստանի հաջորդ մեղադրանքը նաեւ այն մասին էր, երբ խոսեց ընտրակաշառքների մասին եւ ասաց դուք այդպիսի ուժեր երբեք պատասխան տալու օրինակ ձեր խոստումների համար ունեք բացատրություն կամ ունեք բարձրանում այս հնչած քննադատությունները։ Շատ լավ, այս կառավարությունը ուղղակի կարող ենք դոկումենտալ նայել, թե քանի պատերազմ է բերել։ Իսկ 3 մեծ պատերազմ է բերել։ Եռա պատերազմի կուսակցություն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, եռա պատերազմի կուսակցություն։ Ինչ վերաբերվում է ամեն անգամ, երբ մենք մտահոգություն կհայտնենք մեր երկրի հողերի հետ կապված, մի հատ պայմանի, որ ուզում ենք, որ ինչ որ պայման թուրքերի դրած, ադրբեջանցիների դրած, չենք ուզում, որ մեր երկիրը անի, եթե պետքա հելնեն ասեն պատերազմի կուսակցություն, լրիվ կկվի հեքիաթնա, որ բանը ձագերին հերթով տանում են։ Մեր հարցը այսպիսինն է եւ այդ հարցը մշտական մենք բարձրացնելու ենք։ Որտեղ են մեր այն հողերը, որ դելիմիտացիայով պետքա հետ տրվեր։ Իրանց տվեցին հողեր, չէ, գյուղեր տվեցին։ Տարածքներ տվեցին։ Որտեղ են մեր հողերը։ Նույն տարածքի շարունակությունն է, ինչու չի վերադարձվել մեզ։ Կարող է Ադրբեջանը չի ուզում վերադարձնի, ուղղակի ինչքան հնարավոր շատ վերցնում է։ Սա է հիմնական խնդիրը, որ մենք պետք է հասկանանք, մեր հասարակությունն էլ պետք է հասկանա։ Խաղաղությունը, երբ մենք ասում ենք խոսույթները, գրեթե ամեն ինչում նույնն են, բացի մի բանից։ Խաղաղության համաձայնագրի մասին հետ խաղաղության խոսույթը Փաշինյանը ներկայացնում է որպես պատմությունը ամեն դեպքում երկարաժամկետ խաղաղություն եկավ, խնդիրները լուծվեցին։ Ալիևը լրիվ ուրիշ բաներ է մեզ ասում։ Մեզ կապիտուլյացված երկիր անվանում։ Ասում է ատոմակայանը կփակես։ Ու այսօր մենք ինչ լսեցինք, որ ատոմակայանի հետ կապված ասեց, որ դա վտանգավոր է։ Իսկ մենք գիտենք իր ոճը։ Սկզբից վտանգավոր է։ Հետո նախկիններն են որոշել, որ փակեն։ Չնայած այսօր արդեն ասեց, որ նախկիններն են որոշել, որ կփակեն։ Մեծամորցիներին ողջունում եմ։ Ուզում եմ ուշադիր լինեն։ Իրենց խնդիրը ուրիշ է, մարտարավերը ուրիշ է։ Տիգրանաշենցիներն էլ են ողջունում։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, շարունակելով պատերազմի կուսակցության թեման, երբ որ վարչապետ Փաշինյանը գործածում է կտրիչ Ներսիսյան անձնանունը ի առարկում եւ որպես պրոտեստ ձեր խմբակցությունը միաձայն խփում է սեղաններին, բայց երբ որ նա ձեզ անվանում է պատերազմի կուսակցություն, այդ պրոտեստի ժեստը, գործողությունը կարծեք թե չենք տեսնում, ի՞նչն է պատճառը, արդյոք այն, որ դուք համաձայն եք նման բնորոշման հետ, եւ երկրորդ հարցը ձեր թույլտվությամբ, պարոն Կարապետյան, քանի որ ակտուալ է անկրավների թեման, ամեն դեպս ընդդիմությունը հավաքվում է, որ շուտով Տիգրանաշենը հանձնվելու է, այսպիսի մի իրավիճակ պատկերացնենք, տեղի է ունեցել ձեր ակնկալած իշխանափոխությունը, ուժեղ Հայաստանը եկել է իշխանության, Ադրբեջանի հետ հերթական բանակցությունների ռաունդն է, դուք գնացել եք բանակցության եւ սեղանին դրված է անկրավների հարցը։ Խնդրում եմ ասեք ձեր տեսլականը անկրավների վերաբերյալ։ Փոխանակման մեկ կողմնակից, գուցե այլ տարբերակներ։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը, եկեղեցու հետ կապված հարցը կրոնական հարց է։ Իր ձեր մյուս թվարկած պնդումը քաղաքական պնդում է, հիմք չունեցող քաղաքական պնդում է, քաղաքական պնդում, ուղղակի քաղաքական պնդման, ամեն պնդման, ինչին մենք համաձայն չենք, իրենք մեկ-մեկն այս բաներ են հելնում ասում, որ դու էլ ես զարմանում, խոսքը բերում են կիսատ, ասում են բան, որ դու չես ասել, ամեն անգամ դրա կարիքը չկա, սա քաղաքական հարթակ է, եւ մենք բողոքի ենք բարձրացնում այն ժամանակ, երբ որ քաղաքական հարթակը օգտագործում են ոչ քաղաքական ու սահմանադրությամբ արգելված երևույթների բարձրաձայնման, այսինքն եկեղեցու գործերի մեջ խառնվելու, այսինքն մեր հոգևոր շատ մարդկանց համար հոգևոր մեծ արժեք ունեցող արժեքներին խփելու
այդ ժամանակ ենք անում, որ քաղաքական չի մեր պրոտեստը, այլ մեր հոգևոր արժեքներին հարվածելու պատասխան է, կրոնական է։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ բանակցության հարցին։ Ամենաառաջ Ադրբեջանը պետք է վերադարձնի դելիմիտացիայի արդյունքում հարյուրավոր հեկտարներ Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում հազարավոր հեկտարներ։ Դա է հիմնական ցուցիչը, իրենք պատրաստ են իրական երկարաժամկետ երաշխավորված խաղաղության, թե ոչ, թե ուղղակի ինչ կարում ստանում են։ Կոնկրետ ապրանքների մասին է հարցը։ Նախ եւ առաջ Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր Հայաստանի պաշտոնական Հայաստանին առնչվող Հայաստանի ենթակայության տակ գտնվող հողերը, որոնք որ պետք է մեր ենթակայության տակ լինեն, հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր հեկտարներ։ Դրանից հետո մենք կհասկանանք այդ երկիրը երկարաժամկետ խաղաղության է նայում, թե ուղղակի հիբրիդային ճնշման եղանակով բոլոր տեղերով ճնշում է մեզ։ Պարոն Կարապետյան, օրերս երբ Կարգ Ղազարյանը ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում եւ գնահատական տվեց, նշելով, որ դուք մեր զինվորներից վիկայաբար տարակ եւ զոհեցիք, դրան հաջորդեց իշխանության կողմից պարսավանքի մի ամբողջ ելույթներ, նաեւ ստիպում էին, որ Էդգար Ղազարյանը մանդատը վայր դնի կամ եթե դուք չեք ինքնակազմակերպում դուրս կշպրտել, դուք էլ ընդունեցիք, որ դա բարեկրթության սահմաններից դուրս էր ձեր եւ իշխանության կողմից հռչակած։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ամենայն հայոց կաթողիկոսին անվանեց պիղծ է ձեր վեհապարը։ Ձեր բառապաշարը շարունակելու են մի կերպ մնա, դուք սա չեք դատապարտում, սա ձեր համար բարեկրթության սահմաններից դուրս չէ եւ նաեւ խոսեց հեծի մասով, նշելով, որ վստահ է, որ հեծը պետականացնելուց հետո շատ ավելի լավ է լինելու, բայց այն անընդհատ չի կարող լինել պետական։ Սրա ձեր մեկնաբանությունը ո՞րն է? Շնորհակալություն։ Տեղում կարծում եմ արձագանքը եղավ տեղում եւ այդ արձագանքը հասցեական մենք լսեցինք արձագանք այդ հայտարարությանը։ Ինչ վերաբերում է հեծին, երկար կարելի է լսել Փաշինյանին, թե ինչպես էր նա պատմում, թե սեփականությունն է, որ երկրի սեփականությունն է երկաթուղին, որ մի բանի սեփականությունն է, սեփականատերը ինչ ուզում կարող անի, ինչ ուզի։ Նա պատմում էր երկաթուղու մասին, թե ինչ կարևոր է սեփականության գաղափարը, որ երկիրը սեփականատեր է։ Երևի մոռանալով մեր հայտարարությունների մեջ մենք դրան անպայման կանդրադառնանք, թե քանի սեփականություն է մասնավոր ընկերություններից, ֆոնդերից, ներդրողներից նա խլել եւ ինչ է դա բերելու մեր երկրի զարգացման, ինչ խնդիրներ։ Մեր գործընկերը նշեց, տնտեսական աճը դանդաղում է։ Ես կարող եմ ասել, ավելի մեծ հարվածներ է ուտելու, որովհետեւ չի կարելի խախտել հիմնարար տնտեսագիտության, տնտեսության կառավարման կանոնը, այն է սեփականության իրավունքի պաշտպանությունը պետք է լինի առաջի կանոնը։ Այդպես են ձևավորվել մեծ ուժեղ տնտեսությունները։ Ակտիվի Հակոբյան, պարոն Կարապետյան, այսօր ազգային ժողովում քննարկվում է կառավարության այն ծրագիրը, որում հստակ ենթագրուխ կա, որտեղ նշված է կաթողիկոսի հեռացումը, թեև ժամկետներ չի նշվում, բայց 2025 թվականին եկեղեցին մեր ձևով պաշտպանելու հայտարարությունից հետո ձեր նոր եղբայրը Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, քանի որ այսօր ազգային ժողովում քննարկվում է նաև կառավարության այն ծրագիրը, որում հստակ կաթողիկոսի հեռացման հարցն է դրված, ուզում եմ հարցնել, եթե բանը հասնի դրան, դուք շարունակելու եք ձեր ձևով պաշտպանել եկեղեցին եւ ինչպես է դա տեղի ունենա։ Մենք եւ 100,000-ավոր հայաստանցիներ, հայեր մեր ձևով պաշտպանելու ենք մեր եկեղեցին, շարունակելու ենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք։ Մենք չենք ընդունում բոլոր այն մտածածին օրակարգերը, որ բերվում է Հայաստան, ներմուծվում է Հայաստան, օտար ազգի, մեզ հակառակորդ եւ թշնամի համարող ազգի պատվերով։ Որ ազգի մասն է։ Վերջին հարցը Որ ազգն է մեզ համարում թշնամի։ Որ ազգն է մեզ իր երեխաներին
կրթում ի թշնամություն հայերի։ Մեր գործընկերներից պարոն Դավթյանը նկարներ ցույց տվեց մանկապարտեզում, ինչ նկարներ են երեխաները նկարում, ինչպիսի կրթական համակարգ է դրված։ Կարող եք ելույթը նայել եւ կարող եք ենթադրություն անել, որ ազգի մասին է խոսքը։ Երկրորդ հարցը։ Ձեր ձևը ո՞րն է։ Մեր ձևը ինչպես մինչև հիմա, մենք դեկտեմբերին էլ է եղել իրավիճակներ, հիշում եք հայտնի։ Ինչպես հիմա, ինչպես դեկտեմբերին, ինչպես ամեն ամիս, նույն ձև։ Վերջին հարցը։ Ժամանակ։ Վերջին հարցը։ Պարոն Կարապետյան, տեսեք, դուք խոսում եք Տիգրանաշենի մասին, դիմեցիք սիրելի Տիգրանաշենցիներին, հասկացնելով, որ իրենք մեծամասնություն են տեղի ձայնը տվել Փաշինյանին, ու դուք հիմա իրենց հարցն եք քննարկում, եթե Տիգրանաշենցիները գնացել եւ Նիկոլ Փաշինյանին ձայն են տվել, որ ինքը հանձնի Տիգրանաշենը, մենք դուք մյուսներին չենք անհանգստանում, թող հանձնեն, ինչ են մտել այս երկու հոգու այդ մարդկանց նեղ անձնական հարաբերությունների առանցքը։ Մարդիկ հանձնում են, կողմ են, որ իրենց տարածքը հանձնեն, ինչ է սանրարում, թող հանձնին։ Սա մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանը անընդհատ այս մի քանի անգամ այս ամբիոնից դրանց առաջերտությունների ժամանակ ակնարկեց, որ դուք ձեզ Ռուսաստանից ուղարկել են այստեղ, որպեսզի հեղափոխություն անեք, իշխանապողություն անեք, բայց չկարողացաք եւ հիմա այնտեղ պատասխան ունեք տալու Ռուսաստանին կամ ինչ-որ մարդկանց կռվելի կողքի շենքի երևի Ուկրաինայի հյուրանոցում նկատվել կամ չգիտեմ, պետք է չէ, դեռ կողմ։ Եվ խոսքով ինչ-որ մարդկանց պատասխան ունեք տալու եւ չգիտեք ինչ պատասխաններ, թե ինչու ստեղ ստացվեց իշխանապողություն։ Դուք այս մեղադրանքներին, եթե դուք հիմնավոր չեք համոզվում, ոնց եք արձագանքում, ու մի բան էլ, ուրեմն ձեր կոնկուրենտ օֆիսը ներքևի հարկի փոքր Ֆրանսիան Հայաստան դաշինքը, իրենց կողմից հենց ակնարկներ են հնչում, որ մենք չենք պայմանավորվել իշխանությունների հետ բարեկրթության ինչ-որ շրջանակներ չենք գծել, չենք պայմանավորվել, որ պետք է բարեկիրթ լինենք, իրար հասել ինչ-որ բաներ չունենք, ու ինչ հարց ուզում ենք տալիս ենք առանց պայմանավորվածությունների, չեք կարծում, որ այսպես այս խայտոցները մի քիչ ձեր մտերիմ ոչ կոնկուրենտ համագործակցային հարաբերությունները խաթարան, որովհետև դուք հիմա պայմանավորվել եք իշխանության հետ, թե չեք պայմանավորվել։ Շատ լավ։ Առաջի հարցը։ Առաջին հարցը որ այս մեծ փոփոխություն, երկրորդը Տիգրանաշենի հետ կապված։ Նախընտրական շրջանում իշխանությունը չէր ասում Տիգրանաշենցիներին, որ հանձնելու է Տիգրանաշենը։ Անգամ օգտագործեցին տերմին օպտիմալացում տարածքի։ Մենք չգիտենք այդ ինչա։ Օպտիմալացնում էին, այսինքն չկար խոսք Տիգրանաշենը հանձնելու մասին։ Երբ շատ ընդդիմադիր գործիչներ այդ մասին ասում էին, իրենց ալարմիստ էին կոչում, այսինքն մարդիկ, ովքեր միշտ վատ լուրեր են ասում։ Վատ լուրեր ասում ես, որտեղ վատ լուրեր լինում են։ Ամեն տարի նոր վատ լուր։ Այդ պատճառով հիմա էլ մենք ասում ենք, որ վաղը, մյուս օր, եթե պրոցեսի դեմը չառնի, եթե մեր ժողովուրդը չվերակողմնորոշվի, չկողմնորոշվի, մենք ունենալու ենք ավելի մեծ խնդիրներ։ Տիգրանաշենում իրենք սարքելու են այն օրինակը, ինչ որ սարքել են Արցախում։ Շենքեր, վերաբնակիչներ, ու երբ մենք խոսում էինք, որ ուզում են գան, մեզ ասում էին դուք վատ լուրեր եք ասում, մենակ լավ լուրեր, պետքա գնայինք բան անեինք, համերգների մենակ պետքա գնայինք։ Դրա համար վատ օրեր սպասում են եւս։ Այսօր անգամ տարիներ անց, ամիսներ անց, եթե մենք փոփոխությունը ամեն ինչ անելու ենք որ լինի, եթե չլինի, այսօրը հիշելու ենք որպես լավ դիրքավորման ժամանակաշրջան։ Ինչպես հիմա ստիպված ենք լինել ասել, որ թրիփը ճանապարհ է, միջանցք չէ, որ հանկարծ միջանցք չմնա Հայաստանի վրա, որ մյուս կառավարությունը բանակցելու տեղ ունենա, որ ճանապարհ պահի ճանապարհը։ Երրորդ հարցը նախ որ ձեզ մեղադրում են այդ Ռուսաստանի մասով որ պատասխանում եք տալու, որ ուղարկել են իշխանապողություն եւ Հայաստան դաշինք։ Իրենք ում հանձնարարություններն են անում, որպեսզի հասկանանք ինչ օրակարգ կա, մտնում ենք Բայրամովի Twitter-ը նայում ենք,
ու գիտենք այդ շաբաթ ինչի մասին է լինելու կառավարության ներկայացուցիչների խոսույթը։ Իսկ դուք իրենք ասում են, բա դուք մարտահրավերություններ կատարում ում եք պատասխանատու։ Մենք եկեղեցու վրա հարձակումը ինքը հանձնարարությունով են իրենք կատարել։ Դրա պատասխանն է եղել մեր քաղաքական դաշտ մտնելը։ Թող ուրիշ ուղղությամբ ամեն անգամ թեման չփոխեն։ Իրենք են եղել են կատալիզատորը, որ մեզ մտցրել են քաղաքական process-ների մեջ։ Շնորհակալություն։ Մենք մի հատ sense մոտեցում ունենք, մեր հայրենակիցները պետքա նորմալ որակով, լավ հայերենով, ինչքան հնարավոր է դա, լավ հայերենով քաղաքական խոսույթ լսեն։ Եթե մենք պետք է օգտագործենք փողոցային բառապաշար, որպեսզի բոլորը գոհ լինեն, չեմ կարծում, որ իմ պատկերացրած երկրի ապագան փողոցային բառապաշարով խորհրդարանն է։ Դուք այս վերջին 10 օրվա աշխատանքը ես լավ դիտարկել եմ եւ դուք հաստատեն սահուն անցում եք կատարել դեպի պարլամենտական աշխատանքը, այսինքն դա ոնց որ ձեզ համար սովորական աշխատանք է դարձել, մինչդեռ դուք ընտրողներին այդ օրակարգով այդ ուսումներ եք տվել, այն օրակարգով եք եկել խորհրդարան, ես հետևում եմ նաեւ սոցիալական ցանցերին, որտեղ դժգոհություններ կան ձեր կողմնակիցների, թե ինչի մասին է խոսքը, ինչ օրակարգով են իվերջո եկել եւ ինչով են հիմա զբաղված։ Որն է ձեր գլոբալ օրակարգը, չէ՞ որ դուք ասում եք, որ իշխանապողություն, վարչապետափոխություն։ Հիմա դուք սովորական պարլամենտարի պես եք պարունակել։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց էր եւ կուզեի այդ պահը ներկայացնեմ իմ հայրենակիցներին։ Ընտրություններով ու արտահերթ ընտրություններով անգամ փոփոխությունները պետք է լինեն մեր հայրենակիցների աջակցության արդյունքում։ Մենք աշխատելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ 100,000-ավոր մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, ավելի շատ մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, եւ այդ փոփոխության արդյունքում այս իշխանությունը գնալու է։ Կա մի ճանապարհ, անգամ արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակությունը պետք է որոշում կայացնի։ Մենք ներկայացնում ենք հասարակության կյանքը փոխելու ծրագրեր, ցույց ենք տալի ինչ մոտեցում, ինչ պատասխանատվություն պետք է ունենա ապագա իշխող ուժը եւ մեր ժողովուրդը կընտրի, կհասկանա որակական փոփոխությունը։ Գաղտնի բլավն է։ Կարծում եմ այդ հարցով կարող եք պարոն Կարապետյանին։ Շնորհակալ եմ։